Երկնախնդրական դաշինքը այսօր ժամը 17:55 րոպեին վարչական դատարանն է մուտքագրել հայց, որով վիճարկում է կենտրոնական տրական հանձնաժողովի երեկվա հայտնի որոշումը եւ պահանջում է նաեւ ուժը կորցած ճանաչել հանրապետական կուսակցության ցուցակը։ Վարչական դատարանը 2 ժամ 35 րոպե հետո արձերն հանձնել է որոշում ընդամենը 2 էջանոց, որով վերադարձնում է դիմումը այն հիմքով, որ լիազոր ներկայացուցիչը չի կցել լիազորությունները հաստատող փաստաթուղթը։ Սա պատրվակ է դիմումի քննությունը ձգձգելու համար կամ այն ընդհանրապես չքննելու համար, խուսափելու համար դիմումը քննելուց։ Այս լուծումը հակասում է ինչպես վարչական դատավարության օրենսգրքի, այնպես էլ քաղաքացիական օրենսգրքի եւ ընտրական օրենսգրքի իրավակարգավորումներին։ Ըստ վարչական դատարանի դաշինքի մաս կազմող կուսակցությունների մշտական գործող մարմինը, գործադիր մարմինը պետք է տա լիազորագիր։ Այնինչ ելք դաշինքը դա քաղաքացիական իրավունքի սուբյեկտ չէ, ընտրական իրավունքի սուբյեկտ է, ժամանակավոր գործող մարմին է եւ նրա շահերը վարչական մարմիններում, ընտրական հանձնաժողովներում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացնում է ինչպես վստահված անձինք նրանց տրված լիազորագրերի հիման վրա, այնպես էլ լիազոր ներկայացուցիչը։ Նաեւ առկա իրավական պրակտիկա, մասնավորապես այդ լիազորագրերի կենտրոնական տրական հանձնաժողովի կողմից լիազորությունները հաստատող լիազորագրի հիման վրա սահմանադրական դատարանն է քննել գործեր, հենց իմ կողմից ստորագրված որպես կուսակցության եւ դաշինքի ներկայացուցիչ, այնպես էլ այլ ներկայացուցիչների։ Բացի այդ, խորհրդանական ընտրություններում երկնախնդրական դաշինքի կողմից համանման հայցը, որը ներկայացվել էր վարչական դատարան, եւս ստորագրել էր լիազոր ներկայացուցիչը եւ լիազորությունները հաստատող փաստաթուղթեր դիտվել վկայականնա լուսապաճենի ձևով։ Վարչական դատարանի կողմից իրականացված կամ կիրառված այս հնարքը վաղուց արդեն իր լուծումը ստացել է տասնամյակներ առաջ, ավելի քան 13 տարի առաջ իր լուծումը ստացել էր նաև սահմանադրական դատանում, եւ կենտրոնական տրական հանձնաժողովի ներկայացուցիչը առարկեց իմ լիազորությունների հաստատող փաստաթղթի դեմ սահմանադրական դատան իրավական դիրքորոշումը արտահայտեց, որ վստահված անձի եւ կենտրոնական տրական հանձնաժողովում լիազոր ներկայացուցիչի վկայականը պատշաճ լիազորությունները հաստատող փաստաթուղթ է։ Վարչական դատարանի կողմից իրականացված այս վարքագիծը նպատակ է հետապնդում զրկելու մեզ դատանի մատչելիության իրավունքից եւ մեր ընտրական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։ Մեր անելիքները ո՞նց են հիմա ինչ են կանում։ Այս իրավական դիրքորոշումներով հանդերձ մենք վարչական դատարան կներկայացնենք լիազորագրեր առանձին կուսակցությունների գործադիր մարմինների ղեկավարների կողմից ստորագրված եւ կնքված եւ կփորձենք հասցնել այսօրվա ընթացքում այդ լիազորագրերը ներկայացնել կենտրոնական տրական հանձնաժողով, որպեսզի այնուամենայնիվ քննության առարկա դառնա մեր հայցը։ Բացի այդ, մենք անպայման կնախաձեռնենք ազգային ժողովում եղած ժամանակ կնախաձեռնենք հետաքննություն բարձելու համար Հայաստանի Հանրապետության կողմից դատական մատչելիության իրավունքի ապահովության խնդիրը, մասնավորապես ընտրական իրավունքի պաշտպանության գործերով։